Արմլու լրատվականի բացառիկ տեղեկությունների համաձայն ֆուտբոլային մի քանի ակումբի սեփականատերեր և ֆան ակումբի ակտիվիստներ օրերս հանդիպել են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու իրենց դժգոհությունը հայտնել հայկական ֆուտբոլի ներկա խայտառակ իրավիճակի մասին։ Ըստ մեր տեղեկությունների, նրանք նշել են, որ թեև քաղաքական իշխանությունը չի խառնվում ֆուտբոլային քաղաքականությանը և քաղաքական թիմը արդեն 4 տարի է ամբողջությամբ դուրս է եկել գործկոմից, ներկա իրավիճակը լուրջ հարվածում է ֆուտբոլին և պատիվ չի բերում Հայաստանին։ Նրանք հայտնել են, որ մայիսին պատրաստվում են նախադեպը չունեցող բողոքի ալիք սկսել ֆեդերացիայի դեմ։ Մեր աղբյուրները նշում են, որ Նիկոլ Փաշինյանը ևս ամբողջությամբ կիսել է ակումբների մտահոգությունները։ Իրավիճակը պատիվ չի բերում երկրին և որ ֆեդերացիայի ամբողջ ղեկավարությունը արժանի չէ շարունակելու իր աշխատանքը։ Տեղեկանալով Նիկոլ Փաշինյանի դիրքորոշման հետ, նրանք հասկացել են, որ հաշված օրեր է մնացել ՀՖՖ վերնախավին, ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչներն ու ֆան շարժումները գործադիր ղեկավարին փոխանցել են, որ չեն վնասի գործընթացին և զերծ կմնան բողոքի որևէ գործողությունից, սպասելով առաջիկա հրաժարականին, նշելով նաև, որ անկախ այն հանգամանքից, որ խոստացվում է մինչև 20 տարեկաների մրցաշարը բերել Հայաստան, դա ոչինչ չի փոխելու, հրաժարականն անխուսափելի է։ Հիշեցնենք, որ մենք գրել էինք, որ ՀՖՖ նախագահի պաշտոնին իշխանությունները նպատակ ունեն նշանակել բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանին։